Հավատացյալի կյանքը, Քրիստոսի աշակերտի կյանքը երկրի վրա կարող է անցնել ամենատարբեր փորձություններով։ Եվ այդ ամենի մեջ այնուամենայնիվ Տերն ասել է, որ ինքը մեր հետ է մինչև աշխարհի վերջ։ Եվ անգամ փորձություն ասված է, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքում, մենք տեսնում ենք, որ Տերն էլ ելք է ցույց տալիս։ Որտեղ Սուրբ Գիրքն ասում է, որ երբ որ մեկը փորձության մեջ է, Աստված ավելին չի դնի այդ անձի վրա փորձություն, այլ ելք է ցույց կտա։ Բայց այնուամենայնիվ մարդը երկրի վրա երեք բաղադրիչներից բաղկացած լինելով հոգի, շունչ եւ մարմին ունենալով համապատասխանաբար գրոհներ իր անձի վրա կարող է ունենալ։ Եվ այդ գրոհները հակառակորդի կողմից չեն կարող երբեք ու երբեք վերջանալ, քանի դեռ մարդը երկրի վրա ապրում է։ Եվ հավատացյալները շփոթվում են հաճախ, հատկապես տեղատարապ իրենց մտքի վրա եղած հարձակումներից։ Ես կարծում եմ ոչ այնքան փորձությունն է սարսափելի, որքան այն մտքերը, որ այդ փորձության մեջ հավատացյալին գալիս են, այցելում են։ Ասենք, եթե տկարությունը, հիվանդությունը հակառակորդն սկսում է ռմբակոծել անձին, անհուսության այդպես ընկճախտի մեջ գցելու եւ այլն, եթե մխիթարվելու կարիք ունի, հակառակորդը անմխիթար վիճակի մեջ է ուզում հավատացյալին պահի, եւ այդ ամենը տեղի է ունենում միայն մի պատճառով, որ հավատացյալը ինքը իր կայունությունից, իր հաստատուն դիրքից շարժվի, կասկածի Տիրոջ վրա։ Բայց մենք բոլորս շատ լավ հասկանում ենք մի բան, որ երբ որ նման պարագաներում հավատացյալը Քրիստոսի աշակերտը հայտնվում է նման իրավիճակներում, անիմաստ է սեփական միջոցներով ու ջանքերով փորձել դուրս գալ այդ վիճակից։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ արդարը հավատքից կապրի։ Հավատքը միայն նա չի, որ մենք ընդունել ենք Տեր Հիսուսին որպես մեր փրկիչ, որ խաչի վրա նա մեր փրկagorցությունը կատարել է, եւ մենք հավատում ենք, որ երկրորդ անգամ, երբ որ գա մենք նրա մոտ պիտի տեղափոխվենք։ Այո, սա մեր ստրատեգիական հավատքն է, որ մենք ունենք։ Սակայն այդ հավատքը մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում պետք է գործի։ Որովհետև փրկության հավատք ունենալը լավ է, որ ունի մարդ, բայց իր հոգևոր երկրավոր կյանքի պատերազմի մեջ դարձյալ պետք է հավատք, որը դիմագրավելու համար է հակառակորդի բոլոր ներգործություններից ու հարձակումներից։ Ես ասեմ ձեզ, որ Սուրբ Գրքում մենք տեսնում ենք, որ հակառակորդը ինքը ստության հայրը, ստախոսը, նա գողը, նա գալիս է կորցնելու համար։ Ինչի է գող անվանվում, որովհետև մարդն իր սեփականությունը չի։ Մարդն ունի արարիչ, որի սեփականությունն է, բայց նա ուզում է մարդուն տերիցը գողանա։ Եվ առաջինը, որով ինքը մարդուն ուզում է իր որոգայթը գցել, նա գործում է մարդու հաճախ ոչ միայն մարմնի հոգու հետ, այլ մտքի հետ։ Մենք խոսել ենք այդ մասին բազմաթիվ անգամներ, որ մարդու շունչը այն կարևոր բաղադրիչն է, որից պետք է երևա։ Եթե շունչը ողջամիտ է, որևէ թերություն ու պակասություն չունի, միտքը կույր չի, հիվանդամիտ չի, պակասամիտ չի անձը, ապա այսպիսի անձնավորությունը այդ հոգևոր պատերազմի մեջ ինքը հաղթությամբ է ավարտելու իր երկրավոր ընթացքը։ Բազմաթիվ անգամներ խոսել ենք, լսել ենք Տեր Հիսուս Քրիստոսը փորձության անապատում ինչպես կարողացավ հակառակորդին դիմագրավել։
Նույն օրինակը մենք ունենք մեր կյանքում, բայց այնուամենայնիվ, երբ մենք տեսնում ենք, որ ճիշտ պահերին, երբ որ պետք է հավատացյալը գործի դնի իր հավատքի ռեսուրսները, հաճախ ոչ բոլոր դեպքերում դա հաջողվում։ Ցավոք, մենք տեսնում ենք մարդուն իսկապես ընկճված, տագնապի մեջ, եւ որ ամենավտանգավորն է դրա հետևանքը լինում է մարմնի որոշակի տկարություն, հիվանդություն, չէ, ստրեսներից մարդիկ են հիվանդանում։ Խաղաղություն չունեն իրենց հոգու, մտքի, մարմնի մեջ, եւ սա շատ ցավալի է։ Եվ այսօր ես ուզում եմ մենք խոսենք այդ մասին։ Ուզում եմ, որպեսզի մեր ուշադրությունը մի հատ դարձնենք սրա վրա։ Առաջինը Մատթեոս 16:23-ում, որ մենք հանդիպում ենք, այսպիսի տողեր կան գրված։ Ուրեմն 16:23 Եվ նա դառավ ասեց Պետրոսին. Հետս գնաս Սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո այլ մարդկանց բաները։ Մենք այստեղ տեսնում ենք, որ երբ որ Պետրոսն անընդհատ իր ակտիվությամբ Տեր Հիսուսին ասում էր, որ քավլիցի Տեր, քեզ ոչ մի վատ բան չի կարող լինել, ես քո հետ եմ միջև կյանքիս վերջնել, անձս էլ կդնեմ քո համար եւ այլն, Տեր Հիսուսն ասեց, որ ետից գնա, դու Աստծո բաները չես մտածում։ Դու մտածում ես մարդկանց բաները։ Այսպես մենք որ այս համարը կարդում ենք, մենք պետք է մի հատ մեծ դաս առնենք։ Մեր առօրյա կյանքի մեջ մենք պետք է տարբերվենք սովորական մահկանացուներից, որ մենք նրանց նման չենք մտածում։ Մենք Աստծո վերաբերյալ բաներով պետք է տարված լինենք, սերներ։ Եվ այստեղ հենց կարևոր է հետևյալը։ Ինչպես մենք կարող ենք Աստծո բաների վրա ուշադրություն դարձնել եւ մարդոց բաները չմտածել։ Այսօր մենք այս հարցերի պատասխանը կստանանք, քանի որ Սուրբ Գիրքը միանշանակորեն մեզ անընդհատ հորդորում է, որ մեր միտքը պարապ չլինի։ Հիշում եք, անգամ աղոթքի ժամանակ Պողոս առաքյալն ասում է աղոթք անեմ հոգով, աղոթք անեմ մտքով է։ Եվ ասում է, երբ որ ես աղոթում եմ Սուրբ Հոգով, իմ միտքը անպտուղ է։ Որպեսզի անպտուղ չլինի քո միտքը, պետք է դու աղոթքի կյանքի մեջ մտնես ներդաշնակ Սուրբ Հոգու հետ միասին։ Եվ հիմա եկեք մի հատ խորհենք ինչով ենք տարված մենք։ Մեր միտքն ինչով է տարված ընդհանրապես։ Գործք առաքելոց 10-րդ գլխի 19-րդ խոսքում նույնպես մենք կարդում ենք։ Գործք առաքելոց 10-րդ գլուխ 19 խոսք։ 19-ից։ Եվ դեռ Պետրոսը այն տեսիլքի համար միտք էր անում, հոգին նրան ասեց. ահա 3 մարդիկ քեզ են որոնում։ Պետրոսը վեր էր կացել տանիքի վրա աղոթք էր անում։ Տեսիլք տեսավ, կտավ, մեջը տարբեր կենդանիներ, լսեց ձայն, որ մորթիրք էր, եւ միտք էր անում, ուզում էր հասկանա, բայց այնուամենայնիվ համոզված ենք բոլորս էլ, որ Պետրոսը չէր հասկանալու, ինչքան էլ իր մտքին զոր տար։ Բայց քանի որ ինքն անտարբեր չէր Տիրոջ գործերի մեջ, այդ երևույթը որ եղավ, ինքը մտածում էր դրա շուրջ։ Եվ նաև չմոռանանք, որ աղոթքի մեջ էր ինքը։ Հետևաբար կարիք ուներ հասկանալու ինչ ասում Տերը։ Եվ այստեղ լսում ենք, որ շարունակության մեջ ասվում է, հոգին նրան ասեց. ահա 3 մարդիկ քեզ որոնում են, բայց վեր կաց իջիր եւ գնա նրանց հետ առանց խշմտանք անելու, որովհետեւ ես եմ ուղարկել նրանց։ Այսքան բաները հոգին ասեց Պետրոսին, եւ այդ հոգին ասեց ոչ թե Պետրոսին ասեց դրսից, հապա ներսից Սուրբ Հոգին խոսում է բաներ։ Մայուշադիր լսեք,
Աստծո հոգին, Աստված ինքը Սուրբ Հոգով մարդու մեջ ապրում է։ Եվ Պետրոսը աղոթքի ժամանակ տեսիլք է տեսնում եւ այդ մեկնությունը ստանում է իր ներսից Սուրբ Հոգու միջոցով։ Գիտեք, սա միայն այս դեպքին չի վերաբերում։ Առաքյալները սովոր էին առաջնորդվել Սուրբ Հոգով։ Առաքյալները սովոր էին կյանքում շրջելով, քայլելով, որևէ մի գործողություն եւ այլն, անհասկանալի ինչ որ երևույթ եւ այլն, ամենի բացատրությունը կար, ներսում ապրող Աստված իր հոգով խոսում է մարդու հետ։ Ինչով էր տարված Պետրոսը։ Պետրոսը աղոթք էր անում։ Եվ այդ ժամանակ Տերը իրան ցույց տվեց իր հաջորդ անելիքը։ Հռոմեացիս 11-րդ գլխի 34-րդ խոսքում մենք կարդում ենք մի բան, որը հստակ խոսում է այն մասին, որ ունենք այդ հրահանգը մենք էլ մեր կյանքում։ Իսկ ո՞րն է այդ հրահանգը։ Այդ հրահանգը հետևյալն է։ Որովհետև ով գիտաս Տիրոջ միտքը, կամ ով եղավ նրա խորհրդակիցը, կամ ով նրան առաջուց մի բան տվա, որ նրան հատուցումն առնե նրանից, որովհետև նրանից, նրանով եւ դեպի նա է ամեն բան, նրան փառք հավիտյանս ամեն։ Այստեղ մենք լսում ենք, որ Աստծո միտքը, նրա խորհուրդները մարդը ինքն իրենով ընդունակ չի հասկանալու։ Ավելին, Պողոս առաքյալը նաև այդ մասին ասում է, բայց մենք Քրիստոսի միտքն ունենք, Կորինթացիս թղթում կարդում ենք այդ մասին։ Այսպիսով բազմաթիվ անգամներ թերևս լսել ես, մեկ անգամ եւս լսում ես, եւ այսօր արդեն շատ կարեւոր է, որպեսզի քո կյանքում վերջիվերջո քննես քո անձը, դու հասել ես այդ հոգեվոր հասակին թե ոչ։ Բայց հոգեվոր մարդը Առաջի Կորինթացից 2:15 Բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է եւ ինքը ոչ ոքից չի քննվում։ Որովհետեւ ով գիտաս Տիրոջ միտքը, որ բան սովորեցնե նրան, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Առաքյալը համարձակ ասում է, որ մենք Քրիստոսի միտքը ունենք։ Եվ քիչ առաջ մենք լսեցինք Քրիստոսի միտքը ինչպես է մարդուն հասանելի դառնում։ Միայն Սուրբ Հոգու միջոցով։ Աստծո Հոգին գալիս է մեր մեջ այն նպատակով, որ մեզ այս երկրի վրա առաջնորդի ամեն ճշմարտության մեջ։ Ինչի է գրված ամեն ճշմարտության մեջ։ Որովհետև սատանան միշտ ստությամբ ռմբակոծելու է քո միտքը, անընդհատ քեզ նեղություն է տանում եւ այս աշխարհի դրվածքով քեզ շատ ու շատ նեղություն է պատճառելու։ Եվ միայն եթե դու քո ներսում բնակվող Սուրբ Հոգու խորհուրդը հասկանաս, այդ ամենին կարող ես հանգիստ դիմագրավել ու անցնել առանց վնասի։ Եվ առաքյալը 2 Կորինթացից 3:5-ում ասում է այդ մասին, որ ի տարբերություն շատ շատերի, որոնք հնարավոր է Աստծո անուն իրեն շուրթերին առնում են, բայց իրենց պրակտիկ կյանքում հանկարծ գալիս է պահ, որ փորձվում է իրենց կառույցը եւ տակը ընդամենը ծխացող մոխիրներ են մնում, ինքն ասում է մի շատ հետաքրքիր բան։ Ոչ թե մենք մեզանից բավական ենք մի բան միտք անելու, ոչ թե մենք մեզանից բավական ենք մի բան միտք անելու, ինչպես մեզանից, այլ մեր բավական լինելը Աստվածանից է։ Եվ հետո բացում է ևս մի գաղտնիք, որ մեզ բավական արավ նոր կտականի պաշտոնյակ լինելու, ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է, այլ հոգին կենդանացնում է։ Ինչքան ուզում ես դու Աստվածաշնչի ճշմարտություններ քո գիտակցության մեջ պահի։
եթե դու ամբողջովին Սուրբ Հոգու հեղինակությամբ գործուն կյանքի մեջ առաջնորդություն չունես, բավարար չի քո գիտելիքները եւ առաքյալն ասում է մեր բավական լինելը կախված չի մեր ընդունակություններից։ Գիրքը գրված է հին եւ նոր կտական շատ լավ է, բայց այս գիրքը իմ համար հոգի ու կյանք դարձնողը միայն Սուրբ Հոգին է։ Ես ի վիճակի չեմ կարդալով իմ ինտելեկտով հոգու կյանքի հետ հաղորդ լինել, եթե Սուրբ Հոգին ինձ հաղորդ չանի։ Եվ դրա համար առաքյալը շատ պարզ հաջորդ համարում 2 Կորինթացիս 15-ում ինքը ասում է, թե դա ինչպես է տեղի ունենում։ Եվ այսօր կարիք ունենք մենք էլ ամեն մեկս մի հատ ճշտենք։ Մենք կարողանում ենք այս համարները մեր կյանքում իրականություն տեսնել։ Կատարվում են սրանք մեր կյանքում թե ոչ։ Եթե չէ, ապա հակառակորդը կարող է տրորել, ջախջախել ուղղակի։ Ինչքան էլ ուզում ես, բարձեցիր նախկին քո ուրախությամբ, ցնծությամբ, հաջողություններով, վկայություններով, որ նախկինում ես ունեցել։ Սեղ մենք կարդում ենք ինչ ասում առաքյալը 15-ում 2 Կորինթացից ասում է. Եվ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Այս մասին մենք շատ ենք լսում։ Այդ ինչ մտքեր են, որ Պողոսը գերի է բռնում։ Նախ իր անձի մեջ, երկրորդը մարդկանց մեջ, որոնք կարող են ուրիշ նպատակներով իր հետ հաղորդ լինեն։ Այո։ Գերի ենք բռնում Աստծո դեմ հպարտացած, գոռոզացած ամեն միտք։ Մի դեպքում սա, որ ես լավ գիտեմ ավետարանը, քարոզիչ եմ, հովիվ եմ, սպասավոր եմ, այս մեկ եմ, այն մեկ եմ, այդպիսի մտքեր են մարդու մեջ ուզում իբրև թե աճել, բայց գերի ենք բռնում։ Երբեք մի բան չենք համարում մեզ։ Եվ սա ենք միտք անում խոնարհների հետ խոնարհված մնալ։ Խոնարհների հետ խոնարհված մնալ։ Սիրներ, վերջում մեր ամբողջ կյանքի, հոգևոր կյանքի հաջողությունը էլի կախված է սրանից, թե մեր մտքի մեջ ինչ է տեղի ունենում։ Բազմաթիվ անգամ լսել եք, հարություն ենք արել, վերի բաները մտածենք։ Ամեն վերի բաները։ Հիմա եթե հանկարծ ստացվում է, որ քո մտածողության մեջ վերի բաները չեն առաջ գալի, դու կարողանում ես ասել, սպասի, մի քիչ ունայնացար դու այս աշխարհով։ Մի հատ թող ես ամեն բաները։ Մղումները, նպատակները, ծրագրերը ավելի շատ ուր են քեզ տանում։ Վերի բաները մտածել։ Սա նշանակում է միայն վերի բաները մտածելով, որ ես կարող եմ իմ հոգու շնչի մարմնի մեջ խաղաղություն տոնել։ Եվ ես մի բան էլ ասեմ։ Տարիների հետ հանկարծ որ հանդիպում ես նորանոր փորձությունների, երբեք մի տրտնջան։ Գուցե դու չես հանդիպել դեռ են ահավոր ասենք երևույթների, որի մասին մենք քիչ առաջ խոսեցինք, բայց Աստված ինքը ժամանակ առ ժամանակ թույլ կտա, որ դրա այսպես դոզան մի քիչ ավելի ուժեղանա։ Դու մի զարմացի, էլի Տերը քեզ հետ է, անցակացնելու դրանով է, քեզ պետք է դրանով անցնես, որ մի նոր հոգևոր հասակ առնես։ Ուրեմն մենք չենք խոսում դրանից, բայց եթե իսկապես դու տարբերում ես քո մտքի մեջ, թե ինչ է տեղի ունենում, եւ կարողանում ես իսկապես գերի բռնել, դա բավականին լուրջ հաջողություն է քո կյանքում։ Իսկ այդպիսի մարդը միշտ իր խշմտանքի, իր էության մեջ իր անձը միշտ քննում է եւ կարողանում է հանկարծ բացահայտել մի վիճակ եւ ասում է ես գնանորեն ես այս միտքը չեմ ընդունելու ես այս գաղափարը չեմ ընդունելու որովհետեւ դա իմ հոգեվոր կյանքին վնաս է վիրավորված եղբայր կամ քույր հաճախ մտածում է վաղը մի հատ լուսանը մի հատ դրան տենամ նորից ես իրանից մեկ էլ հանկարծ Սուրբ Հոգին իրան կասեցնում է ինչ հրաշալի է չէ Չանես այդ բանը։ Չանես այդ բանը։ Եվ երբ որ անգամ ծայրահենք ծանր վիճակում եղբայր եւ քույր է մնացել տանը, ի վիճակի չի բազմազավակա տները թափած, աշխատանքն էլ շատ սուղ,
ամուսինը չի եկել, այդպիսի վիճակներ քիչ չեն եղել։ Եվ երբ որ Սուրբ Հոգին առաջնորդում մեկին գնալ, եսպես բողջաներով, սենց ասած, պայուսակներով մտնելու հասնել, փառքը Տիրոջն է վերաբերում իսկապես։ Եվ այդ անձնավորությունը հասկանում է, որ ինքը երկնքում հայր ունի, որ իր վիճակին ծանոթ է։ Տեղյակ է այդ ամենին։ Եվ նանողն էլ հասկանում է, որ իրանից լավ ինքը այդ անձից լավը չէր, որ ինքն ուներ նա չուներ։ Ամեն ինչ ներդաշնակասիներ։ Ուրեմն մենք ինչքան արթուն պիտի լինենք, որ Տիրոջ փառքի համար մի բան անելու դեպքում հանկարծ ներսներես, մեր եսը հանկարծ չշոյվի, մյուս դեպքում էլ արթուն լինենք անելու մի բան, որը մեր մտքով չէր անցնի, բայց Տիրոջ մտքով անցել է։ Հասկանում եք սյաներ։ Մենք դեռ դրա մասին էլի խոսենք, շատ հրաշալի վկայություններ կան Սուրբ Գրքում իհարկե, բայց ես համառոտակի մի քանի վկայություններ կբերեմ։ Երից 28-ի 3-ում մենք կարդում ենք, որ վերջո որպեսզի մարդը ճիշտ միտք անի, ճիշտ հասկանա, որն է տերիցը, որը չի տերիցը, մեկ բառով դա ինչ է կոչվում, իմաստություն, ճիշտ է։ Մարդը իմաստության կարիք ունի։ Եվ այստեղ մենք լսում ենք, թե այդ իմաստությունը ինչպես է մարդուն տրվում։ Եվ դու խոսիր բոլոր իմաստուն միտք ունեցողների հետ։ Այս իմաստուն միտք ունեցողների հետ, որ պետք է խոսի Մովսեսը։ Այդ ծնունդից են իմաստուն եղել, մոր որովայնից են ծնվել աշխարհ եկել իմաստուն։ Մենք այստեղ կարդում ենք, որոնց ես իմաստության հոգով լցրի։ Հասկանում եք սյաներ։ Այստեղ կարդում ենք, եւ դու խոսիր բոլոր իմաստուն միտք ունեցողների հետ։ Ուրեմն Մովսեսը ամենքի հետ չպետք է խոսի։ Մովսեսը պիտի կարողանա իր ժողովրդի մեջ զանազանել ու տեսնել։ Ովքեր են նրանք, որոնց Աստված իմաստության հոգով է լցրել։ Մովսեսը դա պիտի տարբերի, Մովսեսը դա պիտի հասկանա։ Որոնց ես իմաստության հոգով լցրի, որ Ահարոնի համար զգեստներ շինեն, նրանց սրբելու համար, որ ինձ քահանայություն անե։ Բոլոր տեղերում, որտեղ կարդում ենք խորանը կառուցելու վերաբերյալ, հանդեսների վերաբերյալ, Տերն ասում է, ես այս ցեղի ես ինչ անձին հանել եմ, իմաստության հոգով եմ լցրել ես ինչ գործի համար։ Ոսկերի չա, հա, դարբինա, հա, այմա դերցակա այս մեկ են մեկ։ Ինչով է երևում, որ իմաստության հոգով են, իրանք անում են բաներ, որ այդ հմտությունը ուրիշը չունի։ Այսինքն գործով երևում է այդ իմաստությունը, թե չէ։ Անպագորգոր արտահայտություններ չէ, որ սրանք ավելի իմաստուն են։ Պրակտիկորեն դա երևում է, մարդկանց գործը ցույց է տալի, որ իրանք իմաստություն ունեն։ Եթե մենք մտածում ենք լավ, դարբինի, ոսկերիչի, դերցակի գործը երևում է շատ սիրուն, հանդերձ է կարել, կամ էլ ասենք ինչ որ սկահակներ, ասենք սափորներ աշինել ոսկերիչը, նույնը դարբինը, որ ցանկապատի նիգերը եւ այլն ամենը կոփելաբան, տեսնում ենք եւ ասում իմաստության հոգով լցված այս մարդը, բայց ամեն անգամ չի, որ նյութապես արտահայտված է իմաստությունը։ Որովհետև իմաստուն հոգի ունեցողը, իմաստությամբ լցված անձը երևում է նաև առօրյա իր կյանքի մեջ, փոխհարաբերությունների մեջ։ Եվ նոր գտակարանում գերազանցապես դրա մասին է, որ Պողոսը շեշտում է։ Որ եթե մենք հոգևոր կառույց ենք ուզում լինել, ապա գործկառաքելոցից ելնելով, որ առաքյալներն ասեցին ձեր միջից ընտրեք Սուրբ Հոգով եւ իմաստությունով լցված մարդիկ, որպեսզի ժողովրդին հասնան տրտունջ չլինի։ Հասկանալի ասեներ։ Հիմա այդ եկեղեցին ինչքան պետք է ինքն էլ իմաստություն ունենար, որ իմաստության հոգով լցվածին ընտրեր որպես սարկավակ։ Այսօրվա պես չէ, որ Սուրբ Հոգով եւ իմաստությամբ լցվածը հասկանում են եղբայրը Սուրբ Հոգով մկրտված լինի, բավարար է որ սարկավակ ձեռնադրեն։ Ոչ 1000 անգամ ոչ։ Հասկանում եք սեներ։ Սրանք կրոնական արտաքին ձևն է, որ պահպանվում է այսօր։ Բայց բովանդակություն չկա։
հնազանդը հովին, հնազանդը եպիսկոպոսին, Սուրբ Հոգի ունի, դրեք իրան սարկավակ, բայց ինչ սարկավակ, ախր այդ մարդը իմաստությամբ պիտի լցված լիներ։ Եվ ինքը ոլորտները հնարավոր է չի հասկանա, թե որը որից հետո է, եւ այդ ժողովրդին ճիշտ ծառայություն չի կարող անել։ Իսկ եթե չկարողացավ ինչն ավելանալու, տրտունջ է եկեղեցուն։ Իսկ տրտունջի ավելացումը ոչ մեկին էլ օգուտ չի։ Ընդհակառակը Տիրոջ բարկությունն է բորբոքում։ Եսայի մարգարեության 26-րդ գլխի 3-րդ խոսքը լսենք։ Եսայի մարգարեություն 26:3 Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետև քեզ է հուսացած։ Հավիտյան Տիրոջը հուսացեք, որովհետև Տեր Եհովան հավիտենական վեմ է։ Սերներ, մենք այստեղ շատ պարզ տեսնում ենք, հաստատ միտք է պետք, որպեսզի մարդը խաղաղ լինի։ Իսկ այդ հաստատ միտքը Աստծո խոսքի նկատմամբ ունեցած վստահությունն ու հույսն է։ Նորից եմ կրկնում, Աստծո խոսքի նկատմամբ ունեցած վստահությունն ու իմ հույսը ինձ պահելու է խաղաղության մեջ։ Երբ որ մարդը տագնապի ու անխաղաղ վիճակի մեջ է ընկնում, երերում է իր ներսը, թող իմանա մի կարևոր բան, որ ինքը չունի Տերիցը խոսք այդ պահին, եւ ինքը Աստծո խոսքից համապատասխան հոգևոր կրթություն չունի, որ հարցին ճիշտ պատասխան տա։ Գիտեք, շատ հաճախ մենք կարծես նման ենք նրանց, որ մթության մեջ նստած ենք, բայց ընդամենը պետք է մոտենալ պատին, կոճակը սեղմել, որ լույս լինի։ Բայց չենք անում։ Մենք ունենք ռեսուրսներ, ցանկացած վիճակի մեջ, բայց միշտ մենք նայում ենք մեր կարողություններին, միշտ մենք նայում ենք մեր հունարին։ Բավոր նենց, մենք անընդհատ մենք նույն երգն ենք երգում, նայելով մեր ընդունակություններին։ Երբ որ Գեդեոնը ինքը իր ընտանիքի համար հաց էր փախցնում, երբ որ Տերն իրան ասեց զորավոր, Գեդեոնը մտքով անցնում էր, որ ինքը պետք է Իսրայելին ազատագրի մադյանացիներից։ Բոլորովին։ Նա գիտեր Աստծո ծրագիրը, չէ։ Բա ինչի ես դու քեզ նայում։ Այսօր դու նայում ես քեզ սատանան ասում նայի, քեզանից ինչ առաքյալ, ինչ մարգարե, ինչ ավետարանիչ, ինչ հովիվ։ Հասկանում եք։ Հոսերներ։ Պողոսն ասում է մեր բավական լնելը Տերիցն է։ Եվ երբ որ ես շարունակաբար լսում եմ մարդկանց, որոնք իրենց եսի վերաբերյալ գնահատականներ են տալի, անկեղծ ասած հոգնում եմ լսել այդ մարդիկ, թե ինչ կարող են անել, ինչ չեն կարող անել, այ մարդ ամենակարող Աստված ունես, հավատքով ապրի։ Հաստատ միտքը պահում է կատարյալ խաղաղության մեջ, արևմտահայերենում է այդպես ասում։ Ֆիլիպպեցից 3:15-21 լսենք։ Տերը իմաստուններին չի ավելի իմաստուն դարձնում։ Տերը տգետներին, աղքատներին, տնանքներին է կանչում մի բան դարձնում։ Բայց եթե դու քո բազիսով ես ուզում Տիրոջ հետ հաղորդակցվել Աստծո առաջ, դու ուղղակի անհաճելի ես, մեղմ ասած։ Որտեղ են որ Տերը ուզում անի մեր կյանքում լրիվ իր հեղինակությամբ, լրիվ իր փառքի համար, լրիվ իր ամբողջովին ռեսուրսներով անում եւ երբեք կարիք չունի։ Գրված է մարդու ձեռքով Աստված չի փառավոր, չի պաշտվում։ Սողոմոնին էլ Տերը ասեց, ես ի՞նչ տուն ես շինել։ Լավ ասես Տեր, թող աղոթքի տուն համարվի։ Հանկարծ չասես իմ տունն է շինել։ Թեպետելի իմ տուն արտահայտությունը մտավ Իսրայելի մեջ։ Եվ Տերն ասեց, եթե իմ տունն է, ուրեմն պետք է արժանի ձևով, վախով, երկյուղածությամբ իմ առջև գաք։ Եթե չէ, ես կքանդեմ, եսի ոչ մեկի համար առավելություն չի լինելու։ Տերը ասեց, քարը քարի վրա չի մնալու, ինչքան ուզում ես գեղեցիկ տաճար շինի։ Աստված մարդու ձեռքով չի պաշտվում, չի փառավորվում։ Մենք եկեք սովորենք սա սերներ։ Չկա ավելի մեծ խաղաղություն ու հանգստություն, եւ դու չես մտածում ոնց անես, ինչ անես, այլ հավատում ես, որ Տերը անելու է։
Չկա այդպիսի բան, որ այսպիսի հավատքով դու գործ ձեռնարկես Տերը հանկարծ չէ միջամտի եւ հաջողություն չունենաս։ Ֆիլիպեցիս 3:15-21-ում լսում ենք. Արդ որոնքս կատարյալ ենք, այս մտածենք։ Ինչպես տեսնում եք, կատնակերն էլ ունի ինքի մտածելու բան։ Կատարյալն էլ ունի մտածելու բան։ Մարմնավորն էլ ունի մտածելու բան։ Հոգևորն էլ մտածելու բան ունի։ Եվ սրանք ամեն մեկը իրենց հոգևոր աստիճանի հավատքի փուլերի համաձայն ունեն մտածելակերպեր։ Եվ այստեղ առաքյալն ասում է այդ մասին, արդ որոնքս կատարյալ ենք, այս մտածենք, եւ եթե մի բան ուրիշ կերպով մտածենք, այն էլ Աստված կհայտնի ձեզ։ Միայն թե ինչ որ հասանք նույն կանոնով վարվենք, նույնը մտածենք։ Հասկանում եք, նույնը մտածենք։ Ինձ նմանող եղեք եղբայր եւ նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունիք։ Մենք շատ հաճախ նայում ենք այդ բանին, որ միշտ Պողոսն ասում է ինձ նմանվեք, բայց այստեղ ասում է ոչ միայն իրեն նմանվելու, այլ ինչ ասում, նույն կանոնով ինձ նմանող եղեք եղբայր եւ նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես մեզ օրինակ ունիք։ Առաքյալը բացառիկ չի, ասում է, որ այս նույն օրինակով գնացողներին հետևեք։ Բացենցի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով ասում եմ, որ Քրիստոսի խաչի թշնամիներն են, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստվածն իրանց որովայնն է եւ փառքը իրանց ամոթն է, որոնք երկրավոր բաներն են մտածում։ Բայց այս մարդիկ ժամանակին հոգևոր բաներ են մտածել եւ հանկարծ փոխվել է իրանց մտածելակերպը։ Եվ արդյունքում ինչ են արել, խաչի թշնամի են դարձել։ Երկրավոր բաներն են մտածում։ Բայց մեր քաղաքականությունը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգե մեր խոնար մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի։ Այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Այսպիսով սեներ կատարյալներս մտածենք այսպես։ Կատարյալներս նմանվենք Պողոսին եւ այդպես գնացողներին։ Կողոսացից 3:2-ն էլ լսենք եւ այս հատվածը մենք փակենք, որովհետեւ դեռ էլի ասելիքներ ունենք։ 3:2-ը։ Ու առաջի խոսքից լսենք. Արդ եթե Քրիստոսի հետ հարություն արաք, ապա խնդրեցեք վերիները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը։ Վերիները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները։ Ոչ թե երկրի վրայինները։ Քիչ առաջ լսեցինք, որ նրանք Քրիստոսի խաչի թշնամիները երկրի վրայիններն են մտածում։ Երկրի վրայիններն են մտածում։ Եվ հետո ներկայացվում է այդ մասին, որ մենք հավատքով տեսնում ենք մեռած մեզ եւ կենդանի ենք Աստծո համար, ուստի ամեն ինչ, որ մեր շրջապատում երկրավոր կյանքում մենք հանդիպում ենք, ամենը ժամանակավոր է եւ Պողոս առաքյալը դրանց ինչ է անվանում վարկենական թեթև նեղություններ, որ բաղդադելու բան չեն, գալիք փառքի դիմաց։ Ուրեմն սիրելիներ, մենք ընդհանուր առմամբ լսեցինք այդ պահանջը դրված է, որ մենք ունենանք Տիրոջ միտքը, հաստատ միտքը կատարյալ խաղաղության մեջ է պահում մարդուն, մենք պիտի գերի անենք բոլոր գոռոզացած, հպարտացած մտքերը եւ ամբողջովին առաջնորդվելով Սուրբ Հոգով կարողանանք շատ հեշտությամբ զանազանենք հակառակորդի բոլոր մեր դեմ դիվերսիաները եւ դուրս գանք հաղթանակով։ Հայտնության 13:18-ում նույնպես լսում ենք. Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի թող գազանի թիվը համարե։ Միջի հիմա գլուխ են ջարդում, չէ՞ բոլորը։ Գազանի թիվը որն է, Ռոմ պապն է, մեկն է, մեկն է, չէ՞։ Այն մարդ Տերը այդ մտքի մասին չի ասում այստեղ։ Ով որ միտք ունի։ Մենք քիչ առաջ լսեցինք, եթե Տերը իմաստության հոգով չի լցրել մեկին, այդ անձը չունի այդ միտքը։
Այստեղ որ գրված է, ով որ միտք ունի, դա իր մարմնավոր, շնչավոր տաղանդի մասին չի գրված։ Որ դու դնես, քննես, պատմությամբ, չգիտեմ ինչերով, եւ գաս ինչ-որ մի հատ եզրակացության, ոչ։ Հիշում եք Դանիելի մասին գրված է, որ ես ասում եմ, երբ որ բացատրություն էի փնտրում այդ տեսիլքների համար, եկավ հրեշտակն ասեց, դու ցանկալի մարդ ես, որ սիրտը տվեցիր խոսքը հասկանալու, եկել եմ քեզ ասեմ ինչ պետք է լինի։ Հիմա իրան այդ միտքը, մեկնության այդ միտքը ով է տալիս։ Աստված ինքը։ Փափագիր, Աստված քեզ էլ կբացի։ Խնդրիր, Տերը կտա։ Ասում է այդպես Հակոբոսը։ Եթե մեկը իմաստությունից պակասած, թող խնդրի Տիրոջը։ Տերը կտա։ Եվ հատկապես այդ իմաստությունը երբ կտա, երբ որ դու փորձության մեջ ոչ թե ձեռքերդ փրփուրներին գցես, այլ առաջին գործն անես տունկի գաս եւ աղոթես Տեր ինձ իմաստություն տուր։ Տեր ինձ զորացրու։ Տվյալ պահի համար է ասում։ Որտեւ երբ որ փորձության մասին խոսում է, դրանից հետո է ասում, որ եթե մեկը իմաստության պակասում է, թող խնդրի։ Այդ ինչ իմաստություն է, այդ վիճակից դուրս գալու իմաստություն եմ ուզում Տեր։ Եվ Տերը պատրաստ է տալու։ Ուրեմն թող Տերը փառավորվի սիրելիներ, կա հրահանգ լինելու իմաստուն, կա հրահանգ Քրիստոսի միտքն ունենալու։ Մենք արդեն ասացինք, որ Քրիստոսի միտքը, որ Տեր Հիսուսն ասեց ինձանից կառնի ձեզ կտա գալիքները կպատմի, այդ ի՞նչն է, այդ Քրիստոսի միտքը չի, որ Սուրբ Ոգին եկել է մեր մեջ անելու։ Եվ այո, վստահաբար կարելի է ասել, որ մեր մեջ մենք ունենք Քրիստոսի միտքը, բայց դրա հետ հաղորդ չենք։ Շատ անգամներ մենք նա որ պետք է իսկապես մեր կյանքի ղեկը վերցնի իր ձեռքը առաջ տանի, մենք իրան ասում ենք սպասի։ Հələ մի հատ տեսնենք մենք ինչ ենք անում, հետո որ չենք կարողանա նոր դու արա։ Այդ ձև չի լինում, սիրներ։ Լավագույն ճանապարհը սա է, կոտրվել, խոնարհվել, լսել Սուրբ Օգուն։ Խոնարհվենք աղոթ կանենք Տիրոջը, եւ եթե իսկապես նման իրավիճակում ես, համարձակ Տիրոջը կանչիր, նա պատրաստ է քեզի տալու այսօր այդ իմաստությունը։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Աղոթենք։ Երկրորդ Թեսաղոնիկեցից 2:2 Պողոս առաքյալն ասում է, որ դուք շուտով չշարժվիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք ոչ հոգով եւ ոչ խոսքով եւ ոչ թղթով, իբր թե մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած լինի։ Երկրորդ հատվածին չեմ անդրադառնա սրանով, որ դուք շուտով չշարժվիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք ոչ հոգով եւ ոչ խոսքով։ Սա նշանակում է, որ այստեղ մենք երեք բաժինն էլ լսում ենք մարդու, որ մարդու միտքը չզարհուրի եւ իր հոգին էլ խաղաղության մեջ կենե, սակայն կա սրա երկրորդ ընկալումն էլ, որ հնարավոր է մարդը շարժվի իր մտքից, հնարավոր է շարժվի ինչ-որ հոգու ներգործությամբ եւ հնարավոր է ինչ-որ մեկի խոսքով էլ։ Տեսեք, եկան Հայրոսին ասեցին, վերջ մի անհանգստացնի մեր ավարտին, չէ՞։ Բայց ինչ ասես Տերը։ Մի վախենար, ապա հավատա։ Ինչ գրոհ եկավ իրան, խոսքով եկավ այդ գրոհը թե չէ։ Մի անգամից ընդունես դա, թևաթափ եղավ այդ պահին թե չէ։ Եղավ։ Հանկարծ գույժա գալիս մի հատ, մարդը դրան չի սպասում եւ հանկարծ փլվում է ամեն բան։ Մենք պիտի իմ ամենասիրած խոսքերից մեկը սա է, անակնկալի չպետք է քրիստոնյան։ Քրիստոնյան չի կարող անակնկալի գալ, որովհետև Տերը միշտ էլ մեզ խաղաղության մեջ է պահում։ Եվ եթե հանկարծ ես իմ համար ոչ ցանկալի վիճակի մեջ եմ հայտնվում, ապա ես պիտի հիշեմ, ինչպես երգում հիշեցինք, չէ՞, ինչ վիճակների մեջ լինեմ, ես պիտի գովաբանեմ Աստծուն։ Որովհետև ամեն բան բարի գործակից է լինում։ Ամեն բան բարի գործակից է լինում։ Եկեք այդ բարի գործակիցը հասկանանք որն է։ Որովհետև եթե ինչ-որ մի բան իմ ուզածով չի գնում,
հաստատ ինչ-որ մի բան է Աստվածանում, որ իր ուզածով գնա։ Գիտեք, շատ շատերը կարող են ասել, որ ունեն այդ հավատքը, սարեր շարժելու, բժշկություն անելու եւ այլն։ Բայց երբ որ գալիս է պրակտիկ փորձվելու պահը, այդ ժամանակ է երևում ինքը ունի այդ հավատքը թե չէ։ Սեներ տրամադրություն ունենալ եկեղեցում եւ պրակտիկ կյանքում դրանք դրսևորել որպես Աստծուց եղած տրամադրություն լրիվ ուրիշ բաներ են։ Ինձ հետ համաձայն եք, չէ՞ որ հնարավոր է մարդը ամբողջի մեջ իրան հաղթական տեսնի, ուրախ տեսնի, բայց այդ միջավայրից որ դուրս եկավ, հանկարծ պարզվի, որ ոչինչ էլ չկա, որովհետև հակառակորդը մի սյուրպրիզ էր պատրաստել, անակնկալ, եւ ինքն անակնկալի է եկել։ Ես սա մի փոքր օրինակն եմ բերում, մեզ որպես հորդոր, որ մենք պրակտիկորեն իմանանք, կամ քարոզիչ եղբայրը քարոզում է անձնորացություն խորհրդային տարիներին։ Անձնորացությունն է քարոզում, հավատքի մեջ ամուր լինելը, մեկ էլ ասում են կա եւ են ներս եկավ։ Առաջինը պատուհանից թռչողն ինքն է եղել։ Բա ինչ եղավ։ Բա քիչ առաջ է դեի քարոզում։ Առասպելներով, որ լեգենդներով կերակրվել է, իրան չի փրկելու։ Պրակտիկ իրական կյանքը լրիվ ուրիշ է լինելու եւ շատ հաճախ դաժան, քան որ իրանք են պատկերացնում։ Որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդում, կարող էլ չէ, եւ նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճո լինել։ Բայց դուք մարմնով չեք, այլ հոգով, եթե Աստծո հոգին ձեզանում բնակված է։ Իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ։ Եվ եթե Քրիստոսը ձեզանում է, ապա մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենդանի է արդարության համար։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգովը, որ ձեզանում բնակված է։ Ապա ուրեմն եղբայր պարտական ենք ոչ թե մարմնին մարմնի պես ապրելու, որովհետև եթե մարմնավորապես ապրենք կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք, որովհետև որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիկ են։ Հռոմեացից 8:6-14։ Դուք տեսնում եք, այն վերևում երբ որ գրվածն ասում է, որ բայց դուք մարմնով չեք, այլ հոգով, եթե Աստծո հոգին ձեզանում բնակված, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան է, չէ։ Ինչ են շնորհակում, այս համար է։ Նախ ասում է, որ դուք մարմնով չեք, այլ հոգով, եթե Աստծո հոգին ձեզանում բնակված է։ Սուրբ հոգով մկրտվածի մեջ Աստծո հոգին եկել բնակվում է։ Իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, սա չի նշանակում, եթե մեկը մկրտված չի Սուրբ հոգով։ Սա ասվում է Սուրբ հոգով մկրտվածին։ Քրիստոսի հոգին ունենալը այս վերջի համարն է, որովհետև որոնք որ Աստծո հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիկ են։ Այսինքն բավարար չի, որ դու մտածես, որ Սուրբ հոգին քո մեջ է, այլ այդ հոգով էլ պիտի առաջնորդվես, որ քո կոչումը արդարացվի։ Ինչպես տեսնում եք, էլի խնդիր ունենք։ Ունենք Սուրբ հոգու առաջնորդությունը, Աստծո որդիներ ենք։ Չէ, դեռևս դու էլի ծնվել ես, կաս, բայց անց չես դարձել դեռ։ Երեխան որ ծնվում է, մինչև իր անհատականությունը ձևավորում է տարիներ են անցնում։ Ճիշտ է։ Նույնպես դու այսօր վերստին ծնվել ես, բայց դու անհատականություն դեռևս չես։ Քանի դեռ գիտակցաբար քո կյանքիդ մեջ չի եկել Սուրբ հոգին, որը պետք է քեզ հոգևոր անձ դարձնի։ Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր բերդեր քանդելու, խորհուրդներ են քանդում, եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Ինչ ասում, մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն։ Հիմա դու կարող ես հակառակորդի քո վրա բերած մտքերին դիմագրավել քո մարդկային հնարքներով, չես կարող։ Բացառվում ասա, եւ նա որ եկել է քո մեջ իր այդ հարցերը լուծելու,
լավագույնս է դա անելու, ինչպես կոնֆերանսներից մեկում այդպիսի վկայություն են անում, եղբայրը խոսում է բեմից, ասում է, սատանան, որ գալիս է քո սիրտը, դրան մոտ կանգնած թակում է, ինչ կանես։ Մեկն ասում է, ես Հիսուսի անունով կհրամայեմ, կասեմ, ետից գնա, դու իշխանություն չունես, ես Աստծո որդի եմ, եւ այն սկսում են հեքիաթներ պատմել։ Իրենց հավատն են իբր դրսևորում։ Բայց մի հատ երեխա շատ պարզ բան է ասում է Հիսուսին կասեմ դուրը բաց արա։ Ասում է Հիսուսը երբ որ դուրը կբացի, սատանան հենց տեղում չքվելու է։ Եվ հետ կգա ինչ կասի, բալես ոչ մեկ չկար այնտեղ։ Տեսեք ինչքան կարճ կոնկրետ է հակառակորդի դեմ հաղթանակ է այս երեխան պատկերացնում։ Բայց մենք մեր խելքին ենք ուզում զոր տանք։ Մենք ուզում ենք անպայման մեր հունարը ցույց տանք, մեր հոգևոր ընկալումների շրջանակներից ենք ուզում պայքարել։ Եվ այսպես ինչպես ունենալ Քրիստոսի միտքը։ Ինչպես ունենալ Քրիստոսի միտքը։ Ու ես այդ համարը ընթերցեցի Հռոմեացի 8:6-ից 14-ը նորից կընթերցեք, 2 Կորինթացից 14-ն էլ։ Պողոս առաքյալը մի շատ հրաշալի միտք ասում։ Մարմնին եւ արյանը հարցում չարեցի։ Դու ինչ ես հաշվի նստում մարմնիդ ու արյանդ հետ։ Գիտեք, այս համարը ավելի խորն է։ Նախ ինքը խոսում է այն մասին, որ ինքը երբ որ Տերից ստացավ այդ պաշտոնը, որ պիտի հեծանուստերի առաքյալ լինի, հեռավորներին գնա, ասում է, ես մարմնի արյանը խորհուրդ չարեցի, ոչ իր մարմնի հետ հաշվի նստեց, ոչ ուրիշի մարմնի, ուրիշ անձի, եւ ոչ էլ արյան, այսինքն հարազատների։ Հիմա մենք երբ որ Տիրոջն ենք դառնում, մենք ոչ մեկի հետ հարցեր չենք լուծում, հետո ասում համաձայն եք գնանք Տիրոջը, թե չէ։ Դու Տիրոջը եկել ես, լավ ես արել։ Բայց ձեր խաղաղության վրա որոշակիորեն ներգործություն է ունենում։ Ապա իմացած եղեք, դա Տերիցը չի ինչքան էլ դա հնչի Աստծո խոսքից անգամ։ Որտեղ Տիրոջ միտքն ու խոսքը քեզ ինչի է տանում առաջինը։ Խաղաղության։ Սուրբ Հոգին մխիթարիչ է։ Սուրբ Հոգին չի գալիս քեզ տագնապի մեջ գցում, դագանակը ձերքին ասում դու մեղք ես գործել, գլխիդ եմ իջեցնում հիմա։ Եվ այսպես սատանան ինքը հնարավոր է քո մեջ բերի սրտաճմլիկ տեսարաններ, մտքեր, հարազատիդ նկատմամբ եւ այլն, այո, մենք ամենքս էլ երկրի վրա ապրելով որոշակիորեն հնարավոր է ունենանք նաեւ մեր հարազատների կորուստներ, չէ՞, այդպես կորուստ անվանենք։ Բայց սրանք մեզ չպետք է շփոթեցնեն սեներ։ Հակառակորդի սրտաճմլիկ պատմությունները կամ հիշողությունները մեզ չպետք է սասանեն Տերից։ Հենց մենք տեղ տվեցինք չեն կարող օտակից դուրս գանք։ Պարզա չէ՞։ Եվ ես ուզում եմ քեզ ասել, քո օգնությունը գալու է ոչ այնտեղից, որ դու ես պատկերացնում։ Եվ հիմա դրա համար ես համառոտակի կհիշեցնեմ ձեզ, որ դուք գնաք եւ ընթերցեք 4 Թագավորաց 18-ի 13-ից 37, 19-ից 1-ից սկսած 4 Թագավորաց 7-րդ գլուխն ամբողջովին։ Կարդացեք ինքնուրույն եւ դուք տեսեք, որ Եզեկիան, որը պաշարման մեջ էր գտնվում, այնուամենայնիվ իր օգնությունը եկավ մի տեղից, որ երբեք չէր պատկերացնի։ Եվ Եսային մարգարեացավ ասեց, ռապսակը շատ է բերանշախ տվել իմ հասցեին։ Ես ցույց կտամ հիմա ինչ կանեմ ասորիներին։ Որևէ մեկի մտքով անցնում էր, թե Տերը ոնց է հաղթելու։ Իհարկե ոչ։ Ուներ Տերը իր ռեսուրսում հաղթանակ Իսրայելի համար։ Իհարկե ուներ։ Սովեր։ Հաջորդ պաշարման դեպքը 4 Թագավորաց 7-րդ գլուխ։ Բայց հանկարծ 4 բորոտներ պարզում են իրենց համար, որ հակառակորդ չունեն այլևս, փախել են։ Եվ Տերն ասել էր այդ մասին։ Սեներ, մի խանգարեք Տիրոջը, Տերը իր տեղում է։ Ձեր անհավատությամբ, երկմտությամբ, թերահավատությամբ, ձեր շարժվելով մի վշտացրեք Տիրոջը։ Ամուր կանգնեք ու տեսեք Տիրոջ փրկությունը։
Սատանայի նպատակն է քո ուրախությունը խլի քեզանից։ Նեհեմիան ասեց, ինչ եք լավ լինում, ձեր ուրախությունը Տիրոջ զորությունն է։ Հիմա իմացած եղեք, որ երբ որ դուք տրտմության մեջ, անկճախտի մեջ եք ընկնում, հակառակորդը որևէ մի դագաղի առաջ, որևէ մի կորուստի կամ որևէ մի ցավի եւ այլնի, կամ ինչ որ մեկը որ, չգիտեմ, ամենատարբեր կյանքերում դեր լավ հիշողություններ ունեիք, հիմա այդ ամենը փլվել է, չկա, անցյալ է եւ այլն, հերիք է տեղ սրտաճմնիկ բաներին, հասկանում եք։ Ես հաճախ տեսնում եմ կանայք ավելի պինդ են սրտով, քան տղամարդիկ։ Եվ իրենք շատ քույրեր իրենց ամուսինների ձեռքը բարձրացնողներ են եղել։ Դրա համար ես վստահ եմ, սիրելիներ, որ մենք ունենք քաջալերվելու մեծ ռեսուրս, Աստծո հոգին մեր մեջ է, այո, այս օրերի մեջ ես տեսնում եմ որոշները դժվարությունների մեջ եք։ Ինչպես ասեցի, աղոթք պետք է անենք վերջում։ Բայց երբեք մտքովդ անգամ կարող է չանցնել այն տեղը, որտեղից գալու է քեզ օգնությունը։ Դու միայն քո տեղում մնա, մի շարժվիր եւ արդյունքը միանգամից կերևա։ Եվ հիմա ես վերջում ուզում եմ նաեւ ինչ որ իմաստով պիտի ասեմ դա, աղոթքի մի հատ թեթև այսպես մոդել ասեմ դες։ Չասեմ կրկնեք այդ աղոթքը, բայց մոդելի նման մի բան, որը Աստծո խոսքի մեջ կա, ես համարները հանել եմ։ Այդ համարները հնարավոր է որ էլի թելադրեմ, բայց դրանք այդքան էական չեն, ինչպես աղոթել։ Սաղմոս 139-ի 2-րդ խոսք, 23 խոսք, Հռոմեացիս 12-ի 3, Փիլիպպեցիս 2-ի 5, Սաղմոս 1-ի 2։ Այս բովանդակությունից ես մի հատ աղոթք եմ հանել, դա է, եթե դու այս աղոթքը կանես քո սրտից, սրա նմանելի աղոթքներ շատ կան, բայց տագնապի փորձության մեջ կարող ես ասել Տեր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ, իմ նստելն ու վեր կենալ իմ տագնապը գիտես։ Մի թաքցրու քո վիճակը։ Արի այդպես ասա, Տեր, էս է իմ վիճակս։ Իմ գնալն ու պարկելը քննում ես, իմ բոլոր ճանապարհները գիտես։ Գիտես, ես վախկոտ եմ, թույլ եմ, երկմիտ եմ, ինչ եմ, այդ ամենը գիտես, Տեր։ Շարունակիր նաև այսպես աղոթեն, ինչպես որ Աստծո խոսքի մեջ մենք կարդում ենք այդ հորդորը։ Ես չեմ ուզում Տեր արժան եղածից ավելին մտածել։ Գրված է, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել, Պողոսն է ասել թե չէ։ Համաձայն ես համարի, ես գալիս եմ Տիրոջ առաջ ու ասում եմ Տեր, արժան եղածից ավելին թույլ մի տուր մտածեմ։ Ես չեմ ուզում մտածեմ ավելին, ֆանտաստիկ ինչ-որ բաներ, որ հակառակորդն է հիմա բերում իմ միտքը։ Ավելին, գրված է, ես ուզում եմ մտածել այն ամենը ինչը որ Փիլիպպեցիս 2:5, ձեր ամեն մեկը թող մտածի այն, որ Հիսուս Քրիստոսումն է։ Աշխատեք այդ պահին մտածել Հիսուսը ոնց կվարվեր։ Հիսուսը ոնց կվարվեր։ Մտածեք այն, ինչ որ Հիսուս Քրիստոսումն է։ Այսինքն նրա վարքագիծը ձեր համար օրինակ դարձրեք։ Եվ այսպես էլ աղոթեք, Տեր, ես ուզում եմ քո վարքագիծը իմը դառնա։ Եվ վերջապես առաջի Սաղմոսում գրված է, ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Տեր, օգնիր ինձ, եթե պակասել եմ քո օրենքի վրա մտածելը, ինձ ցերեկ ու գիշեր հաստատիր քո օրենքի վրա մտածեմ։ Եվ վերջապես Գեթսեմանը։ Հրաշալի օրինակ է, թե ոչ։ Աշակերտներին ասեց, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հիմա գալու են ձերբակալ են, փախնելու եք եւ այլն, չէ՞։ Մասյաներ, Տեր Հիսուսի օրինակը առանձնացավ ինքը, առանձնացավ։ Ծոմ վերցրու, աղոթք արա Տիրոջը, որպեսզի փորձության մեջ չընկնես։ Այդ փորձությունը հնարավոր է քո իմացած ձևով չգա։ Այդ փորձությունը կարող է մի հատ փոքր երեխայի խոսքից հնարավոր է դու ուրանաս անգամ։ Բայց երբ որ դու հետևես Տիրոջ օրինակին եւ քո կյանքդ ամեն օր դասավորես միայն ու միայն իրական կփնտրելով, ինչպես Տերն ասեց, ոչ թե ինչպես ես եմ ուզում, ապա քո կամքը լինի։ Մենք աղոթում ենք,
Չի բժշկվում մարդը։ Չի բժշկվում։ Ննջում է այդպես էլ։ Արդարը Աստված թե չէ յաներ։ Արդարը։ Մենք հավատում ենք, մենք աղոթում ենք, բայց Տերը ուրիշ բան ունի։ Ունայն հույսով չենք մենք մեզ կերակրում, որ հետո հետևաթափ լինենք, այլ ասում ենք քո կամքը լինի, եւ թող Տերը փառավորվի իր կամքի մեջ։ Ուրեմն սիրելիներ, ես ընդամենը այսօր ուզեցի այս հորդորական խոսքով սա ասել, որ այո, անկախ մեր ունեցած հոգևոր կյանքի բագաժից, գիտելիքներից, մենք միշտ պիտի հիշենք, որ առջևում դեռ ունենք պատերազմներ եւ փորձություններ, որոնցով պիտի անցնենք, եւ այդ քննությունները երկրի վրա պիտի անցնելուց հետո տեսնենք, մենք գերազանց ստանում ենք Տիրոջ աչքին, թե չէ։ Մեր կյանքը իսկապես քննություններով ալի։ Թող Աստված օրհնի մեզ, միայն կարող ենք այդ ամենով անցնել, կատարելապես մեր մեջ ապրող Աստծո զորությունով, որ իր Սուրբ Հոգին է։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Աղոթենք, փառաբանենք մեր Տիրոջը։ Եվ հոգսերն էլ բերենք, ով ինչ հոգսեր ունի, թող ասեն այդ մասին, միաբան աղոթենք նաև հոգսերը։ Երկնքի երկրի արարիչ Հայր փառքեզ։ Մենք վստահ ենք, համոզված ենք, հավատում ենք, որ մեզ քո ձեռքերից ոչ ոք չի կարող խլել։ Որտեւ Տեր Հիսուսը այդ երաշխիքը մեզ տվել է։ Նրա թափած սուրբ արյունը մեզ համար մեծ ապահովություն է, մեծ ծածկոց է, եւ քո ծածկոցի տակ բնակվելով մենք ապահովության մեջ ենք, Տեր Հիսուս։ Մայգլայ սուդոպրի նկադր, կամո պայքարի, փառք քեզ Տեր, ես շնորհակալ եմ այսօրվա պաշտամունքի համար։ Սա հնարավոր էր չլիներ, սակայն դու, որ մեզ հաղթություն ես տալիս միշտ, առաջին անգամը չէ, որ մեզ ուրախացնում ես, եւ հակառակորդը այսօր էլի պարտված է։ Նա շարունակ պետք է փորձեր անի, բայց դու օգնիր քո զավակներին, Տեր, տեղ չտան հակառակորդին, ինչպես գրված է, տեղ մի տվեք սատանային։ Ահա շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ այն ուրախության ու խաղաղության համար, որ լցրել ես իմ սիրտը։ Ես նաև խնդրում եմ իմ բոլոր եղբայրքույրերի համար, որ քո արդարությունը, խաղաղությունը, ուրախությունը չլքի իրանց։ Ընդ որում, դու դա անում ես չնայելով մարմնի տկարություններին մարդկանց։ Եվ ինչպես առաքյալն ասում է, թեպետ դրսի մարդը մեր օր-օրի փչանում է, բայց ներսի մարդը նորոգվում է։ Ուստի օրհնիր քույրիկիս էլ, զորացրու իրան, Տեր Աստված, քաջացրու իրան, լցրու Սուրբ Հոգովը, Տեր, զորավիք եղիր իր նեղության մեջ։ Վստահ եմ, համոզված եմ, Տեր, որ դու մեզ ավելի ես մոտեցնում քեզ եւ մեր կախումը քեզանից ավելի է մեծանում։ Փառք քեզ, աշխատանք տար Տեր մեր հոգիների հետ, բացահայտիր են խնդիրները, որոնց լուծումն ես ուզում տեսնել մեր կյանքում, թող չերկարի, թող չուշանա դրանք, Տեր։ Եվ մանավանդ, երբ որ մենք էլ ընկնում ենք զանազան դժվարությունների մեջ, մենք հիշում ենք, որ ունենք մեկը, որը միշտ ձեռք է մեկնում մեզ եւ կանգնեցնում ու ասում առաջ գնա։ Այդպես ուզում եմ, որպեսզի մենք հասակ ունենանք հոգեվոր Տեր եւ կատարյալներս մտածենք միայն քեզանում մնալով, քո հոգուն տեղ տալով, առաջնորդվենք կատարելապես քո Սուրբ Հոգով, Տեր։ Եվ թող որ Տեր ջան, ամեն մի եղբայրս, ամեն մի քույրս հաղթանակներ տոնի իր փորձությունների մեջ եւ վկայություններ անի, որ քո հետ կենթանի հանդիպման հաղորդակցվելուն նպաստել այդ ամենը։ Օրհնիր, օրհնիր, օրհնիր մեր ընտանիքները, մեր զավակները, մեր կողակիցները, քո ողորմությունը լինի Տեր Աստված մեր զավակների կյանքում, որպեսզի բարին ու չարը զանազանելով, բարին ընտրեն եւ չարը մերժեն, Տեր, եւ հաստատուն գտնվելով նախանձավոր լինեն դեպի քո սրբությունն ու կատարելությունը։ Ամեն բանի համար շնորհակալ ենք քեզանից, ով որ տկարը բուժիր, ձեռքդ մեկնիր, ով որ մխիթարության կարիքն ունի մխիթարիր, Տեր Աստված, ով որ իր մտքի վրա է հարձակումներին չի կարողանում դիմագրավել, այսօր թող, որ մեկ անգամ եւս հասկանա, որ հավատքի խնդիր ունի
որովհետև դու երկմիտներին չես հավանում, դու հաստատ միտք ես ուզում մեր մեջ տեսնել, և թող Սուրբ Հոգովդ ամեն մեկի հոգին, շունչը, մարմինը պահպանվի քո փառքիդ համար։ Արձակիր մեզ խաղաղությամբ, պահիր մեր երկիրն էլ խաղաղության մեջ, և այս ամենի մեջ միայն ու միայն դու փառավորվիր, Pastor, come, blажен ты, pastor, click all the color, thank it all the cringe, the gleistet all the crina, meine Kleider, halleluja։ Քո խոստմունքները այո եւ ամեն են, եւ դու անելու ես այն ինչ որ որոշել ես, որովհետեւ դու ինչպես խոստացել ես Հակոբին, որ ետ չես քաշում միջև քո ուզած իր կյանքում չանես, նույնը մեր կյանքում ունենք խոստմունք քեզանից, Տեր։ Սպասում ենք, հավատում ենք, համբերում ենք, այո լինելու է, այո անելու ես, այո փառավորվելու ես այս եկեղեցու մեջ, եւ դեր քո անելիքդ իսկապես հրապարակավ հայտնի կերպով ցույց կտաս բոլոր նրանց, ովքեր դեռևս չեն ճանաչել քո աշակերտներին, որոնք Սուրբ Հոգով լցված կյանքի են փափագում։ Թող անունդ մեծարվի մեր ապրած կյանքի մեջ։ Միաբան խնդրում ենք այս եկեղեցու արթնության համար։ Միաբան խնդրում ենք մեր հոգիների լեցունության համար։ Շնորհակալ ենք, Հայր, շնորհակալ ենք այս համարձակության համար, որ ունենք Հիսուս Քրիստոսի արյան միջոցով։ Փառավորում ենք քեզ, որովհետև արժան ես, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, Ալելույա, ամեն։